տեսակի, մի քիչ ավելի ուրիշ կանադական, գիտեք այդ վախը ինչ է կոչվում, մայրիկից բաժանվելու վախ, լինում է չէ, որ բալիկները, երբ որ մանկապարտեզ են գնում, ինչ-որ մի պահ պետք է մայրիկից բաժանվել, սկսում են լաց լինել, չեն ուզում մայրիկից բաժանվել, այսօր ձեզ հեքիաթ եմ պատմելու, կարդալու, բզեզի մասին, որը նույնպես շատ բալիկների մոտ տխրում է, երբ որ մայրիկը իրենից բաժանվում է, լավ, ուշադրություն եք, որ հարցը փոքրիկ բզեզն ու կախարդական թելը, կար չկար մի փոքրիկ բզեզ կար, նա շատ էր սիրում իր բույնը, մայրիկի ջերմ թևերը, հայրիկի մեղմ ձայնը և ընդհանրապես չէր սիրում բաժանումներ։ Բզեզիկը զարթանցավ, որտեղ է թելը ես չեմ տեսնում։ Մայրիկը թևատակին դիպավ նրա սրտին, ահա այստեղ, քո սրտից մինչև ինձ գալիս է անտեսանելի ջերմ թև, այն ինչ կորում է չի կտրվում, ես միշտ վերադառնում եմ քեզ մոտ, իսկ եթե վախենամ, ու կարող եք ներով քաշել այդ թելը, ասաց մայրիկն ու ցույց տվեց խաղը։ Օրը շունչ քաշիր, թևիկները փակեք սրտի վրա, հետո բացել ու ժպտալ։ Հաջորդ օրը մայրիկը գնաց սերմեր բերելու, բզեզիկը մի պահ տխրեց, սակայն հիշեց կախարդական թելի մասին, շնչեց թևիկները դրեց սրտին ու պատկերացրեց, թե ինչպես է թելը փայլում ու փաթաթվում իր շուրջ։ Ինչի մասին է իսկ ինչի մասին է, Ռուսերը պատմում։ Օրինակ, որ դու բաժանվում ես մայրիկից տխրում ես, եթե դու տխրում ես, ուրեմն հեքիաթը քեզ կօգնի հասկանաս, որ մայրիկից պետք չի չէ նեղանալ կամ էլ տխրել, որ մայրիկը մեզ թողել է, որովհետև մենք բոլորս այդ կախարդական թելը տված ենք մայրիկների, չէ, և ինչ-որ մի պահ իրենք նորից վերադառնում են, և պարտեզ բերում են, հետո գալիս տանում են, չէ, այդպես է, ոչ են մնում այստեղ, չէ, ահա, մի հատ բզեզիկի նման թևերը դրեք, ահա, խորը շունչ եք քաշում։ Հիմա ձեր աչքերը փակեք, ահա, պատկերացրեք այն կախարդական թելը, որ մայրիկի սրտին է կպած, չէ, ահա, նորից շնչեք, ապրեք, կեցեք, այս նրանից հետո հետ մայրիկներին կկարոտեք, ձեր աչքերը կփակեք, խորը կշնչեք, կհիշեք այդ կախարդական թելի մասին, որ ձեր մայրիկի սրտից ձեր սրտին է կպած, պայմանավորվեցիք, չեք տխրել, չէ, որ մայրիկները մեզ այստեղ են բերում, չէ, ահա, շատ ապրեք, միշտ կհիշեք, հենց տխրեք այդ խաղը, եղա